Ինչ է անհրաժեշտ Հայաստանին։ Ինչ։ Ժպիտ։ Արժանապատիվ կենսաթոշակ։ Անվտանգություն։ Մեզ անհրաժեշտ է առողջ սնունդ։ Շատ լավ ֆուտբոլ ու լավ կինո։ Կենսունակ տնտեսություն։ Միջազգային գործընկերներ։ Որակյալ կրթություն։ Բարեկիրթ քաղաքացիներ։ Շատ երեխաներ ու բարություն։ Հեռավոր 1981 թվականին փետրվարին Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության 26-րդ համագումարում Կենտկոմի առաջին քարտուղար Լեոնիդ Իլիչ Բրեժնևը ազդարարեց տնտեսությունը պետք է լինի տնտեսող եւ այս լոզունգը տարածվեց երկրով մեկ դառնալով նշանաբան։ Եվ այդ նշանաբանին համագումարի այդ կոչին ընդառաջ գնալով ամուսնական զույգը որոշեց տնտեսել եւ մեղրամից մեկնեց նրանցից միայն մեկը։ Այո, սա անեկդոտային է թվում, բայց ես ինքս հիշում եմ, որ ամենուրեք խոսում էին խնայողության եւ տնտեսության մասին։ Անցել է 40-50 տարուց ավել, մենք նույնպես այսօր խոսում ենք տնտեսության մասին եւ ներկայացնում եմ այսօրվա մեր հյուրերին Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավար պարոն Արթուր Ֆարմանյանին, տնտեսական գիտությունների դոկտոր պարոն Ատոմ Մարգարյանին, Targeting ընկերությունների համահիմնադիր եւ գործադիր տնօրեն, գրքերի հեղինակ դասախոս Գոր Կարապետյանին եւ Հայաստանի ԵՍ նախաձեռնության հիմնադիր Նայիրի Սարգսյանին։ Այսօրվա մեր թեման, ինչպես արդեն ասվեց, տնտեսությանը պետք է զարգացման առաջարկներ ներկայացնել եւ կարծեմ թե սերունդների տարբերությունը նաեւ իրենց բանաձևերը կտան մեզ եւ սկսենք, պարոն Ֆարմանյան, կարճ ձեր առաջարկը։ Առաջարկը հետևյալն է, ես լիովին համաձայն եմ Լեոնիդ Իլիչ Բրեժնևի հետ, քանի որ ժողովրդի ու երկրի ապագան դա տնտեսության մեջ է։ Ցավոք սրտի այսօր Հայաստանում տխուր է վիճակը տնտեսության, բայց դա կարող եմ հիմնավորել մի բանով, որ որոշ մարդիկ 33 տարվա ընթացքում չեն գտնվել իրանց պաշտոնների վրա, այսինքն չեն եղել մասնագետներ։ Եթե երկիրը կառավարեին մասնագետներ, ապա տնտեսությունը կունենար իր զարգացումը եւ ամեն ինչ Հայաստանում կլիներ շատ հաջողակ։ Այսինքն պետք են մասնագետներ։ Միայն մասնագետներ։ Թեպետ Բրեժնևի ժամանակ էլ չէր փայլում սովետական տնտեսությունը առանձնապես։ Դրա համար է Խորհրդային Միությունը ապրեց իր փլուզումը, իսկ Չինաստանը ունեցավ իր զարգացումը։ Շնորհակալություն, պարոն Մարգարյան։ Իհարկե մասնագետները կարևոր են, բայց առավել կարևոր են ինստիտուտները։ Ինստիտուցիոնալ համապատասխան ապահովում է անհրաժեշտ, որը չի եղել ըստ էության համարժեք համընթաց մեր կարողություններին։ Օրենսդրություն սկսած սահմանադրական կարգից, որը թույլ կգծեր այն շրջանակը, որտեղ մարդը որպես նախաձեռնող տնտեսական նախաձեռնությունների սուբյեկտ կդրսևորեր իր նախաձեռնողականությունը, ինովատիվությունը, կրեատիվությունը եւ ձեռնարկատիրական ունակությունները։ Մեկ, երկրորդը պետք է համակարգ կարգավորումների կառավարություն, կենտրոնական բանկ, ամբողջ վերտիկալը պետք է աշխատի որպես կարգավորիչ, ոչ թե իշխանության մարդը դառնա որպես բիզնեսմեն, իշխանությունը վերածի փողի, ազդեցության եւ իր վերարտադրության ռեսուրսի։ Երևի մեր խնդիրների արմատը հենց դա է եղել։ Ցանկացած հերթական իշխանություն բարձրաստիճան պաշտոնյա համարել է, որ դա իր բիզնեսն է, պետական մակարդակով կազմակերպված, ռեսուրսները ծառայեցնել սեփական բարեկեցությանը, առանց սահմանափակումների եւ դրա համար մենք ունենք այսպիսի տխուր իրավիճակ։ Այսինքն համակարգ է պետք։ Այո, համակարգ, ինստիտուցիոնալ, իրավավորեցդրական, գաղափարախոսական, մշակութային, ի վերջո արժեքային համակարգ։ Պարոն Կարապետյան, դուք ձեր գրքերում հիշում եք Բրեժնևին եւ այդ տեսության մասին ինչ կարծիք ունեք։
Իրական տեսությունը ինքնին ընդամենը 10 տարի հետո ապացուցեց իր ոչ գործունակ լինելը, այսինքն փլուզվեց սովետական միությունը, այստեղ կհակադրվեմ հարգարժան գործընկերոջի եւ լիովին կիսում եմ պարոն Մակարյանի տեսակետը, որ պետք է համակարգային ստրատեգիական մոտեցում։ Ուղղակի որպեսզի ավելի կոնկրետ լինեմ, ես քանի որ ավելի գործարար համայնքից եմ եւ նաեւ սոցիալական, իմ գործունեությունը կրթության հետ է կապված շատ ու ես մեր խնդիրների մեծ մասը մշակութային, ինտելեկտուալ բոլոր առումներով գրեթե կապում կրթության պակասի հետ։ Այսինքն մենք ունենք շատ լուրջ կրթական ճգնաժամ, որի բացը լրացնում են հասարակական կազմակերպություններ, ինչ-որ նախաձեռնություններ, որոնք ոչ միշտ ճիշտ մոտիվներ ունեն։ Եթե ամփոփեմ այս մասը, ուղղակի որպես ավելի կոնկրետ առաջարկ անեմ, մեզ պետք է ավելի ռազմավարական, այսինքն ունենանք տեսլականի հիման վրա կրթական ծրագրեր մշակել, որովհետև մեր կրթական համակարգը շատ մեծ բացեր ունի, վախենալու թվեր կան, հետո կասեմ։ Պարոն Սարգսյան, ո՞րն է մեր տեսլականը տնտեսության զարգացման համար։ Ունենք կամ այդ տեսլականը։ Ցավոք սրտի Հայաստանի Հանրապետություն չունի այդպիսի տեսլական, հենց պետք է սկսել այդտեղից եւ ոչ թե պետք է հակադրվել եւ համաձայնվել որևէ այսպես կարծիքի հետ, այլ իմ մոտ առաջացավ հենց սերունդների համերաշխության գաղափար։ Շատ լավ են բոլոր առաջարկները։ Սկզբից պետք է դոկտրին տնտեսական զարգացման, որը շատ երկար ժամանակ չունենք, ընդ որում այստեղ շատ կարևոր է, դա իհարկե մասնագիտական նաև հարթության վրա է քննարկումը չեմ ցանկանում ծանրաբեռնել, բայց մեր համոզմունքն է կապիտալիզմի եւ սոցիալիզմի շատ նուրբ համադրության իրականացում, այսինքն այս գաղափարախոսության հենքի վրա կառուցել Հայաստանի տնտեսական զարգացման ռազմավարությունը, այնուհետև շատ կարևոր են կադրերը, որոնք պետք է գործի դնեն համակարգը, կառուցակարգեր ստեղծեն, համակարգեր ստեղծեն, որպիսի հետագայում այլևս համակարգը կախված չլինի կադրերից, կադրերը կախված լինեն համակարգից։ Շատ այսպես առաջարկներ կան, բայց առաջնային ինչից պետք է սկսենք տնտեսական ռազմավարության ստեղծումից, որը մեր թիմի մոտ արդեն պատրաստ է, գիտագործնական մակարդակում, այսինքն գիտական աշխատանքը կատարված է, գործնական փորձարկումները բոլորը կատարված են։ Եվ այո, վստահեցնում եմ, Հայաստանի Հանրապետությունը ունի տնտեսական վերելքի ներուժ, հիմնավորված, նորից եմ կրկնում, գիտականորեն հիմնավորված ու արդեն պրակտիկ դաշտում փորձարկված։ Գիտեք, ես հիշում եմ, որ այս նույն 34 տարիների ընթացքում մեկ Հայաստանը կովկասյան հովազ էր դառնում, կամ մեկ պետք է ամբողջ աշխարհը նայեր Հայաստանին եւ միայն այստեղով անցներ, ստեղծվում էին ինստիտուտներ, հիմնադրամներ, աջակցող կառույցներ, ել չեմ ասում, փնտրում էին հայազգի հայտնի տնտեսագետների, Աճեմ Մողլու սեմինարներ էին, բայց հիմա արդեն տարին ավարտվում է, նորից ինչքան ես ուսումնասիրում եմ, տեսնում եմ, չէ, սա էլ նույն տեղում է։ Ինչու՞։ Տեսեք, հենց մեր խնդիրը կայանում է դրանում, որ մենք պարոն Մարգարյանի նման հրաշալի մասնագետներին թողնում ենք, հետո գնում ենք աճեմողլուների հետևից ենք վազում։ Այ առաջին խնդիրը դրանում է կայանում, որովհետև Հայաստանի Հանրապետությունը այդ թվում մարդկային ռեսուրսով է շատ հարուստ, ովքեր որ տեղում պատկերացնում են իրավիճակը, ոչ միայն գրականությունից ծաղկաքաղ են անում եւ գիտական աշխատանք են կազմում, այլ հողի վրա գիտեն ինչ է կատարում եւ ինչը պետք է փոխել ու որտեղ պետք է փոխել։ Շատ դրսի տնտեսագետներ ամենայն հարգանքով բոլորի գիտելիքների եւ անցած ճանապարհի հանդեպ, բայց գիտեք, տնտեսությունը այնպիսի բան չի, որ բոլոր երկրներում նույն բանաձևեր աշխատեն, չկա այդպիսի բան։ Աշխատուժի հմտությունը պետք է հաշվի առնել, բնակլիմայական պայմանները պետք է հաշվի առնել, մշակույթը պետք է հաշվի առնել, շատ ազդող հանգամանքներ կան։ Այսինքն գնալ ինչ-որ մի տեղից ներողություն բառես համար կոպի փաստ անել եւ բերել ներդնել Հայաստանում, դա չի աշխատելու։ Նույնը հակառակը, այլ երկրներում չի աշխատելու։ Ավելի հեշտ է բռնել անել ու հասնել հաջողության։ Չէ, ուղղակի պետք է մասնագետների հետ նստել այդ դոկտրինը մշակել եւ ըստ դոկտրինի շարժվել առաջ։ Եվ այո, ճիշտ եք ներկայացնում, ել մեզ անդրկովկասյան վագր են հրճակել, տարբեր հրճակումներ են ունեցել, բայց դրանք բոլորը քաղաքական ձևակերպումներ են։ Սա էլ երկրորդ խնդիրն է, որ ոչ թե քաղաքական ձևակերպումները ելնում են իրականությունից, այլ քաղաքական ձևակերպումները ուղղակի ասում են, հետո երբ որ պատասխանատվության է կանչում մարդուն, ասում է դա քաղաքական հայտարարություն է։ Յուրաքանչյուրը վերջապես պետք է գիտակցի խոսքի արժեքը, դա լինի քաղաքական խոսք, մասնագիտական խոսք, գիտական խոսք, էական չի, պետք է խոսքի տակ լինի հիմնավորվածություն, փաստարկ եւ յուրաքանչյուրը պետք է այդ խոսքի համար կարողանա պատասխանատվության ենթարկվել, կարողանա պատասխան տալ։ Այստեղից է գալիս։ Մենք երբևէ չենք եղել անդրկովկասյան վագար, մենք Հայաստանի Հանրապետությունը
միշտ օգտվել է իրավիճակից, վերջին տարիներին մասնավորապես, COVID-ով պայմանավորված տարբեր այդպես փոխանցումային համակարգերից, ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին, որ վերջին տարիներին արդեն սկսել է այդ փուչիկը պայթել, որի մասին շատ մասնագետներ տարիներ շարունակ զգուշացնում են։ Եվ ցավոք սրտի ունենք այդպիսի նաև տնտեսագետներ, ովքեր ասում են դե քանի պահակա եկեք օգտվենք, ոչ չպետք է օգտվել, այդ օգտվածը պետք է սերմեր ցանել վաղը բերքատվությունը ավելի առատ դարձնելու համար։ Սա է մեր խնդիրը, այսինքն քաղաքական գործիչները այլևս չպետք է որոշեն երկրի ապագան, մասնագետները պետք է որոշեն։ Որտեղ են կրթվում մասնագետները։ Խնդրեմ, պարոն Մարկարյան։ Իհարկե համալսարաններում, քոլեջներում, բայց մինչ այդ իհարկե հանրակրթական լայն կրթություն է անհրաժեշտ։ Ցավոք տասնամյակների ռեֆորմը դպրոցի բերել է ուղղակի կոլապսի։ Իմ տպավորությամբ դպրոցը պարզապես չի պատրաստում զանգվածաբար։ Դե այդ մտքերի համար էլ ես համալսարանական պրոֆեսոր եմ եւ կարող եմ ասել, որ այո, բազմականակ մենք ընդունելություն ունենք, բայց գերակշիռ մեծամասնությունը ցածր գիտելիքների կոնտինգենտ ունեցող, այսպես ասած, մեր համալսարանական համակարգը ուղղակի չի կարողանում առաջ գնալ։ Ենթադրենք, եթե ընդունվում է 1000 ուսանող X համալսարանում, այդ ուրեմն ընդունվածների 70 եւ ավելի տոկոսը միջակ ցածր գիտելիքներ ունեն։ Նախ դպրոցական համակարգը հիմնված չէ որակի եւ արդյունավետության վրա։ Մյուսը համալսարանական համակարգը։ Համալսարանական համակարգը եւս մրցունակ չէ, սա է իրականությունը։ Ճիշտ է, հիմա նոր այս իշխանությունը առաջարկում է ծրագիր, մոդել, ակադեմիական քաղաք, շատ գեղեցիկ հնչեղությամբ, արմատական ռեֆորմներ, բայց չի երևում բովանդակային ինչ քայլերով կարելի է տրանսֆորմացնել, կերպափոխել գործող համակարգերը համալսարանական։ Սա լուրջ խնդիր է։ Ես գոլեգաների հետ համաձայն եմ, կրթական համակարգը կարևորագույն բազա է դեպի նորարարություն, դեպի մրցունակ տնտեսություն, դեպի բարեկեցություն տանող ուղիղ ճանապարհն է, բայց մեր եթե մտնենք միջավայր համալսարանական, ուսումնասիրենք ինչպիսին է իրավիճակը ծրագրերի, դասավանդման, իհարկե բարեկեցության չափանիշ է, ասենք դասախոսի, ուսուցչի, քոլեջի, ուսուցչի, դասախոսի աշխատավարձերը դինամիկորեն աճում են։ Բայց բարձրացել է, չէ՞։ Այո, բարձրացել են, ասենք, հատկապես մենք տեսնում ենք պոլիտեխնիկական համալսարանը այս տարի էապես բարձրացրեց, կրկնապատկեց կարծեմ աշխատավ, մեզ մոտ բարձր են համալսարանում եւս ԵՊՀ-ում, բայց այնուամենայնիվ եթե նայենք կադրային թողարկման որակին, կառուցվածքին, կտեսնենք, որ շատ տխուր պատկեր է, սա իրականությունը։ Այդ որակյալ կադրերը երիտասարդ, որոնք ցածր գիտելիքներ չունեն, այսինքն ձեր նշած տոկոսային շեմից դեպի այն կողմ են, ուր են ձգտում գնալ, պետական ապարատ, թե մասնավոր տիրույթ աշխատելու, ստեղծել իրենցը, թե պետությանը տալ տեսլական։ Շատ ընդհանուր հարց է, միջև դրան պատասխանելը մի դիտարկում, ես որպես գործատու, երբ որ CV եմ նայում, առաջնահերթ ինձ ուշադրություն է գրավում, ավելի արագ հրավիրում են հարցազրույցի երիտասարդները, ովքեր ցավով եմ արձանագրում, որ հայկական համալսարանում չեն սովորել։ Ստեղ գործող մի քանի այլ արտասահմանյան բուհերի մասին է խոսքը։ Ես ինքս դասավանդում եմ տնտեսագիտական համալսարանում ու դասավանդումը իմ համար առաքելության նման բան է, միշտ ասում եմ, ես չգիտեմ այնտեղ ինչքան աշխատավարձ եմ ստանում, որովհետև այդտեղի սան եմ պարոն Մարկարյանի ուսանող եմ ու բուհը ինձ շատ բան է տվել, բայց նաև այնտեղ եմ այն ինչ որ չի տվել, դա իմ մասնաբաժնով ոնց որ լրացնելու։ Ու այսպեսի խնդիր կա, որ ես որոշել եմ մագիստրատուրայից ներքև ուսանողների հետ չաշխատել, որովհետև շատ բարդ է իմ համար, որ իմ ժամանակից ես կտրեմ, գնամ, խոսեմ բաների մասին, ովքեր պատրաստ չեն լսեն այդ ամեն ինչը։ Ու հենց ստեղ արձանագրվում է ինչ որ նշվեց, դպրոցից եկած այդ իներցիոն ոչ պատրաստ իրավիճակ։ Ու իրական խնդիրը շատ խորքային է, հիշեք տարիներ առաջ, 2-3 տարի առաջ մի սարսափելի թիվ էր շրջանառվում, որ մենք ունենք մոտ 30% ֆունկցիոնալ անգրագիտություն, այսինքն տարական դպրոցի ավարտին երեխաները չգիտեն, տարերը գիտեն, բայց ֆունկցիոնալ չեն կարողանում կիրառել։ Կամ մեկ այլ թիվ, որ ունենք 140,000 երիտասարդ եւ 1-2 տարվա վիճակագրություն եմ ասում, ովքեր դպրոցն ավարտելուց հետո ոչ միտեղ չեն սովորում։
ուստեղ խնդիրները տարբեր են, ֆինանսական են, տեսլականի բացակայությունը, հնարավորություն չունեն, կրթությունը բավարար չի։ Ու մենք ունենք այսպիսի իրավիճակ, ու ուր են գնում երիտասարդները, այն մյուս մասը ովքեր սովորում են, իրականում եթե մարդը յուրացում է այնպիսի մասնագիտություն, որ իր առջև բացում է գլոբալ շուկան, այսինքն միայն Հայաստանի կամ նույնիսկ տարածաշրջանային շուկայով չի սահմանափակ, ինքը դառնում է, ինչպես ասում են, digital nomad, ինքը կարող է գնալ ցանկացած Ֆրանսիայում ցանկացած մի սրճարանից աշխատել ու ստանալ Նյու Յորքի աշխատավարձ, հետո վերադառնալ Երևան, ծրոդային տեսակցել եւ գնալ։ Ու սա դարձել է երազանքի նման բան, երիտասարդների մեջ շատ գերակշռող։ Պետական համակարգ ոչ մեկ չի ցանկանում գնալ, եթե դե հատուկ ինչ-որ ուրիշ պաշտոնական լծակները չեն գայթակղում, որպեսզի ես որպես, չգիտեմ, ես իմ սերնդի մեջ դա չեմ նկատել, ցածր սերնդի մեջ առավել է Z generation-ը ընդհանրապես մեր այդ համակարգեր, փոխկապներով մեր այսպիսի իրավիճակը չեն էլ ընդունում իրենք ավելի ազատ, ավելի անկաշկանդ։ Ես ուսանող ունեի, ասում եմ, ես պատրաստ չեմ գնալ միտեղ աշխատել, որ, ասենք, մի օր ես ցանկանամ ժամը 4-ին դուրս գամ, ոչ թե բացառիկ, այլ ընդհանրապես ես չկարողանամ դուրս գամ։ Այսինքն ինքը ուզում է ազատ լինել։ Շնորհակալություն, բայց չմոռանանք, որ մենք խոսում ենք ինչպիսի տնտեսություն ենք մենք ուզում ունենալ։ Եվ այդ տեսլականը ինձ թվում է շատ բարդ չի որոշել։ Ի վերջո, աշխարհը բաց է, եւ տեսնում ենք ովքեր են հաջողության հասնում, հա? Ինչ մոդելով գնացողները։ Պարոն Ֆարմանյան, ինչ եք կարծում, ինչպիսի պետք է լինի։ Պետությունը պետք է խառնվի այս տնտեսության մոդելին, ինքը պետք է ուղղորդի տեսլականներ, որ գիտեք ինչ, եկեք բոլորս զբաղվենք, չգիտեմ ինչով։ Դա հաջողություն կբերի։ Թե ամեն ինչից փուչուր։ Տեսեք, մի փոքր նախորդ հարցին անդրադառնամ, որպեսզի իմ պատասխանը լինի լիարժեք։ Հիշեմ մեծ հայի Կարեն Սերոպիչ Դեմիրճյանին, որը ասել էր, ցիտեմ իրան, որ երիտասարդը աղջնակը պետք է դպրոցից դուրս գա կրթված։ Այսինքն դա գալիս է կրթության ոլորտի, որը որ ցավոք սրտի այսօր տխուր վիճակի մեջ է։ Մենք չենք գնահատում մեր սեփական ուժերը, մենք չենք գնահատում մեր սեփական մասնագետներին։ Եթե մենք վերցնենք աշխարհով, յուրաքանչյուր երկրում ունենք մեծն հայեր, որոնք ունեն մեծ ներդրումներ աշխարհի տնտեսության մեջ, աշխարհի գիտության մեջ եւ ամեն ոլորտներում։ Հիմա տեսեք, ձեր հարցին թե պետությունը, թե անձը, Չինաստանը վառ օրինակ, որտեղ որ պետությունը համատեղ յուրաքանչյուր իր ժողովրդի անձի հետ, բիզնեսի հետ, ես համաձայն եմ պարոն Սարգսյանի հետ, նաև չնայած որ նա կոմունիստական գաղափարախոսություն կրող պետություն է, նա շատ նուրբ վերաբերում է կապիտալի հետ։ Բայց վերջին խոսքը պետության ձեռքն է։ Այսինքն մոնոպոլիան յուրաքանչյուր բիզնեսի մեջ դա պետության ձեռքին է։ Այդպես պետք է լինի։ Այդպես պետք է լինի։ Բացատրեմ ինչի համար։ Եթե պետությունը չի խառնվում բիզնեսի մեջ, այսինքն բիզնեսը իրար մեջ ունենում է կոնկուրենցիա, եւ հաղթողը նա է թելադրում շուկան, այսինքն մոնոպոլիան վերցնում է իր ձեռքը։ Իմ կարծիքով։ Դրա համար եթե պետությունը ունենում է մոնոպոլիա իր երկրի մեջ, տնտեսությունը զարգանում է շատ արդյունավետ։ Մենք հիմա դա չենք անում։ Պետական մոնոպոլիա, ես նշեցի։ Այո։ Հիմա մենք դա չենք անում, փաստացի կառավարությունը, երբ խոշոր ընկերություններում փայատեր է դառնում, այսպես ասած, չգիտեմ, պղնձամելա մոլիբդենային կոմբինատ եւ այլն, եւ արդյոք սա լավ օրինակ է։ Ես կասեի լավ օրից չէ, ռեֆորմների այն տապալված օրակարգերի հետևանքն է դա 90-ական, 2000-ական թվականների հատկապես, երբ որ խոշոր ռազմավարական ստրատեգիական ընկերությունները մասնավորեցում էին ինչպես սովորական բուտկաները։ Չի կարելի այդպիսի բան անել, բայց արվել է։ Ես ծրագրերի բերումով 90-ական թվականների սկզբներին 1 տարուց ավելի ստաժավորվել, որակավորվել եմ Գերմանիայում, որպես շնորհարու, եւ ուսումնասիրել դեմոկրատական Գերմանիայի ինտեգրման փորձը տնտեսության
այսպես կոչված կապիտալիստական ֆեդերատիվ Գերմանիայի տնտեսությանը։ Նրանք ինչ էին անում։ Նրանք վերցնում էին 1 մարկով սիմվոլիկ խոշորագույն մեքենաշինական, սարքաշինական, էլեկտրոնային արդյունաբերական ձեռնարկությունները ծրագրային մասնավորեցմամբ փոխանցում էին Արևմտյան Գերմանիայի խոշորագույն ընկերություններին։ Բերեք ծրագիր, պահպանելով պրոֆիլի ձեռնարկության արտադրական թողարկման պրոֆիլի 1/3-ը ենթադրենք, պահպանելով աշխատատեղերի 1/3-ը 5 տարի հետո կգնահատենք ձեր ներդրումները ինչ էֆեկտիվություն ունեն։ Այսինքն ծրագրային մասնավորեցման այդ մոդելը եթե գործեր Հայաստանի խոշորագույն այդ ընկերությունների վերաբերմամբ, այդ ընկերությունները 30-25-30 տարի հետո իրենց բաժնեմասերը, այսպես ասենք, կամավոր չէին փոխանցի պետությանը։ Պարզ է, չէ, բոլորս էլ հասկանում ենք, որ եղել են ստվերային շրջանառություններ, տրանսֆերային գնագոյացման սև սխեմաներ, օֆշորների միջոցով արտադրանքը վաճառելու եւ շահույթները օֆշորներում յուրացնելու եւ այլն։ Պարոն Սարգսյանը լավ կարող է բացատրել որպես մասնագետ այս սխեմաներն են պատճառը։ Պետությունը այո, երբ որ ունի բաժնեմաս աչք ենթակառուցվածքային ընկերություններում, ասենք հեծում 10%, նույն ասենք ինչպես մասնավորեցվեց կապի համակարգը եւ այլն բազմաթիվ օրինակներ կարելի է բերել։ Այդ տարիներին ես նաեւ գործող լրագրող էի, վերլուծաբան էի, այդ բաները շատ լավ լուսաբանել ենք ժամանակին եթե ճիշտ քայլեր արվեին, այդ ընկերությունները այսօր ռևերս չէր արվի սեփականությունը։ Այսինքն գլխավոր հարցերից մեկը այո, ես պարոն Ֆարմանյանի հետ համաձայն եմ, սեփականության համակարգի ճիշտ ֆունկցիոնալացումն է եւ ինստիտուցիոնալացումն է։ Այսինքն Հայաստանում մասնավորեցվեց, բայց ինչու պետությունը չստիպեց, որպեսի բաց բաժնետիրական ընկերությունների ձևով գործի նույն քաջարանի պղնձամոլիբդենայինը կամ հեծը կամ ենթակառուցվածքային ջրի համակարգը կամ կարելի այլ ոլորտներ, կապի համակարգը, դրանք փակ են եղել։ Այսօր էլ մեծ մասը փակ են, նույնիսկ հաջող ընկերությունները։ Եվ հնարավոր չէ այսօր չափողականության տարածված կամ աշխարհում ընդունված միավորներով, մեխանիզմներով գնահատել։ Ենթադրենք ինչ արժե այսօր Grand Candy ընկերությունը։ Թող ինձ դերեն իրենց սեփականատերերը, բայց որպեսի դուք չափեք ընկերության գինը, ակտիվների կամ շուկայական կապիտալիզացիան, պետք է նրա բաժնետոմսերը շրջանառվեն բորսայում։ Տնելով սահմանափակումներով, հաշվի առնելով իհարկե ստրատեգիական ռիսկերը, մեր հարևանների նկարտումները եւ այլն։ Սրանք այն հարցերն են, որ ժամանակին բարձրացվել են էքսպերտների կողմից։ Այդ թվում նաև ես էլ շատ խոսել եմ, գրել եմ, հանդես եմ եկել, բայց կառավարիչները, օրվա քաղաքական իշխանությունները, քաղաքական պատասխանատուները, վարչապետերը, նախագահները հաշվի չեն նստել այդ կարծիքների հետ, նաև արտասահմանյան էքսպերտների, ու մեր ամենախոցելի պահերից մեկը դա է եղել, կարծում եմ, այսօր էլ շարունակվում է դա լինել, որ օրվա վարչապետը չի կարող ասել, ես ունեմ այսպիսի հզոր խորհրդական, որի կարծիքը կարևոր է, բայց այսօր ամերիկյան նախագահներից, եվրոպական երկրների նախագահներից, վարչապետերից, խոշոր այդ ֆունկցիոներներից, խոշոր կորպորացիաների տնօրեններից, եթե հարցնենք, նրանց համար իրենց խորհրդականների, պրոֆեսիոնալ էքսպերտների կարծիքը, ինստիտուտների, մշակումների կարծիքը խորհրդատվությունը որոշիչ է։ Մեր վարչապետը կառավարությունն է եւ վերջ։ Ինչու են դեմ գնում դրան կառավարությունները։ Պարոն Սարգսյանը ամեն ինչ գիտի, հիմա կասի ինչու են գնում դեմ եւ ինչու ոչինչ չի ստացվում։ Այո, եւ եթե դեմ չգնան, ինչ կփոխվի։ Տեսեք, տարբեր կառավարությունների դեմ գնալու կամ չկատարելու պատճառաբանությունը տարբեր է։ Մեկի մոտ դիլետանտությունն է, մեկի մոտ ծրագրավորված այլ քաղաքականությունն է, հաջորդի մեծամտությունն է, հաջորդի մոտ տարբեր են, բոլորը տարբեր են։ Դրա համար մենք չենք կարող բոլորին մեկ անվանում տալ եւ մեկ բացատրություն տալ։ Այսինքն ոչինչ չի ստացվելու, հա։ Ոչ, հակառակը ստացվելու շատ լավ է լինելու։ 2026 թվականի հունիսի 8-ից հետո մենք ունենալու ենք լրիվ այլ իրականություն, ամբողջությամբ վերափոխված Հայաստան։ Ես կմտապահեմ այս պահը, պարոն Սարգսյան, այսինքն համար հունիսի 8-ին։ Սկսենք կադրերից։
բոլորս համակարծիք են կրթական որակի ցածր մակարդակի հետ բնականաբար բուհական պահանջարկը դպրոցի թողարկած կադրերը չեն բավարարում։ Բուհի թողարկած կադրերը շուկայի պահանջարկը, աշխատանքի շուկայի պահանջարկը չի բավարարում։ Հիմա բոլորս կարող ենք նստել ասել չի բավարարում, վատ է կրթությունը, վատ է մեր խնդիրը կրթությունն է եւ այլն։ Կա լուծում, շատ էլեմենտար լուծում։ Դպրոցականը կթողնենք իհարկե մասնագետներին, մենք տնտեսության զարգացման պլանով առաջնորդվենք։ Օրինակ, պաշտոնական գրությունով առաջարկ են ուղարկել կառավարությանը ստեղծել բու մասնավոր հատված պետություն հարթակ, մշտապես գործող մարմին, որը պետք է կանոնակարգի այնպիսի իրավիճակներ եւ հարաբերություններ, որը շուկան իր զորու չի կարգավորելու։ Օրինակ, բուհը չի թողարկում այն կադրը, որը տնտեսության իրական հատվածին հարկավոր է, ստիպված մասնավոր հատվածը բացում է դպրոցներ, պատրաստում է իր կադրերին, որոնք բնականաբար չեն կարող լինել այդքան որակյալ, որը պետք է թողարկել բուհը։ Սա բնական երևույթ է։ Այսինքն շուկան իր զորու չի կարգավորել։ Պարզ է, տեսել ենք խնդիրը, 34 տարի տեսնում ենք խնդիրը, պետք է կոնցեպտը փոխել։ Հիմա գնանք առաջնային պլան, առաջին հարցի պատասխանից, այսինքն կապիտալիզմի եւ սոցիալիզմի համադրությանը։ Պետության մասնակցությունը պետք է ընդլայնել տնտեսության մեջ, որովհետեւ գիտական մակարդակում այլ բան է հիմնավորել, որ առանց պետության մասնակցության անհնար է ուղղակի, այլ բան է, եւ որ 34 տարի դու ամեն օր տեսնես, որ չի ստացվում առանց պետության լիարժեք մասնակցության։ Այսինքն պետք է պետությունը համապատասխան նախարարություններից, էկոնոմիկայի նախարարություն, կրթության նախարարություն, տարբեր այսպես պետական մարմինների հետ ստեղծել մշտապես գործող հանձնաժողով, իր ենթակայության տակ ստեղծել պետական մարմին, որը այդ հարթակը անխափան կարող է աշխատացնել։ Այսինքն մենք բողոքում ենք նաև 187,000 գործազուրկներից։ Շատերը բողոքում են 950,000 աշխատուժից դուրս բնակչությունից։ Մարդիկ 63 տարեկանը լրացել է, նրանք կարող են աշխատել, շատ ավելի լավ, քան նոր երիտասարդը, որը որ չի ստացել համարժեք կրթությունը, բայց մարդկանց ուղղակի աշխատանք չի առաջադրվում։ Տարիքով պայմանավորված օրենսդրությամբ կա արգելք եւ սահմանափակում մարդկանց պետական համակարգում աշխատելու, մասնավոր ոլորտում բոլորը նախընտրում են բարետես արտաքինի եւ ունակությունների համադրություն։ Այսինքն մենք ունենք հսկայական աշխատանքային ռեսուրս, որը չի օգտագործվում։ Պետությունը կարող է բառից բուն իմաստով 2 ամսվա մեջ ընդհանրապես իրականացնել այդպես թվայնացում, համագործակցելով տարածքային կառավարման նախարարության, մարզպետարանների, համայնքապետարանների, կրթության նախարարության, էկոնոմիկայի նախարարության հետ եւ կոնկրետ ունենալ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու հմտությունները, գիտելիքները, կարողությունները, ըստ դրա կատարել դերաբաշխում։ Մասնավոր հատվածի պահանջմունքներ, ինչ է ձեզ հարկավոր։ Ինչպիսի աշխատանքային առաջարկ ունենք, տնտեսության զարգացման պլանը դեպի որ ուղղությամբ է գնում, ինչի ներուժ ունենք եւ ինչ գործարան կարող ենք բացել։ Պարոն Սարգսյան, դուք անդադ հողում եք անում պետությանը եւ պետական մարմիններին, չգիտեմ, այս պահին գործող նկատի ունեք, թե դիտարկում եք ելի հունիսի 8-ից հետո, բայց պետությունն էլ ունի կադրային խնդիրներ։ Մի հատ տեսնենք, թե ովքեր եւ ինչպես եւ ինչ անցած ճանապարհով հասան եւ դարձան այսպես ասած պետություն, մասնիկ կամ որևէ գերատեսչության ղեկավար, որpիսի հետո հասկանանք, արդյոք իրենք կկարողանան մի հատ էլ մասնավորի հարցը լուծել կամ պետության հարցը լուծել կամ տեսլական առաջարկել։ Մենք խոսում ենք անընդհատ, որ մասնագետների պակաս կա, անգամ կառավարությունն է խոստովանում, որ այդ մասնագետների պակասը կա։ Հիմա այդ պակասորթով կարողանա պետությունը լուծել ձեր ասած բանաձևը։ Շատ դիպուկ էր ձեր հարցը ու շատ պրոֆեսիոնալ։ Տեսեք, յուրաքանչյուր տեղ առաջնորդելու համար պետք է շոկեքարշի դերը ստանձնողը դրա այդ գաղափարի կրողը լինի, կարողության կրողը լինի։ Տեսեք, գործընկերը քիչ առաջ նշում էր, որ նոր սերունդը ուսանողություն չի ձգտում պետական պաշտոնի։ Ինչու, որովհետև շատ դեպքերում անպատվաբեր է այսպիսի ղեկավարության ենթակայության տակ, ուղիղ ենթակայության տակ աշխատելը։ Մարդ ով չունի գիտելիք, ով չունի ընդհանրապես կենսագրություն, որևէ տեղ չի աշխատել։ Բնական է, չէ՞, առաջնորդությունը ինչպիսին պետք է լինի։ Ընդ որում շատ ավելի բարդ է, երբ որ ստորին օղակից, միջին օղակից գալիս է առաջարկը, վերափոխման պլանը եւ այլն, եւ ղեկավարի գիտելիքի բացակայության պայմանավորված այս մարդը խոչընդոտների է հանդիպում։ Բա ինչ անել։ Ինչ անել։ Մենք վերջերս մի այսպես ձևակերպում արեցինք հասարակական քաղաքական գործունեությունը տրանսֆորմացնել քաղաքական հասարակական։ Հասարակական քաղաքական այլևս չի աշխատում, որովհետեւ օրինակ, բերեցի կոնցեպտը՝ բու տնտեսության իրական հատված եւ պետություն համագործակցության հարթակի մշտապես գործող հարթակի ստեղծման։ Այդ առաջարկությունը արել են կառավարությանը, չի կատարել, չէ՞։ Հիմա առաջարկ պետք է գնա ժողովրդին, հայ ժողովրդին։ Կոնցեպտի աշխատացնելը
հաստատ ունի դրական ելք։ Սա էլ հիմնավորումը, որ դրական ելքով սա կարող է ավարտվել։ Այսինքն առաջնային խնդիրը քաղաքականությունը բերում ենք առաջնային պլան։ Առաջնային խնդիրը իշխանապողությունն է։ Իշխանապողությունից հետո պրոֆեսիոնալ տեխնոկրատ կառավարության ձևավորումը, որը կլուծի եւ պետության կադրային դեֆիցիտի հարցը, եւ մասնավորի կադրային դեֆիցիտի հարցը։ Համաձայն եք։ Լսենք, ներողություն, լսենք իշխան ժողովրդի ձայնը։ Շատ լավ։ Լսենք ժողովրդի ձայնը։ Ինչ է պետք երկրի տնտեսությունը զարգացնելու համար։ Կարծում եմ երկրի տնտեսությունը արդեն զարգանում է, ինչքանով որ լսել եմ, եւ պետքա խոչընդոտներ չլինի, ազատականացվի շուկան, որ մարդիկ կարողանան հանգիստ բիզնես անեն առանց վախի, առանց միջամտության, ազատ լինի շուկան։ Լավ ղեկավարել, որովհետեւ մենք հայերս պրպտող ազգ ենք, եթե մեզ մի քիչ շանս տան, հաստատ մենք ստեղծենք ավելի լավ տնտեսություն, քան թե մեր հարևան երկրները, որոնք այսօր աճ ունեն, իսկ մերը մենք հետ ենք ընկնում։ Մենք ունեցել ենք շատ զարգացած արդյունաբերություն, որը մենք ժամանակին քանդել ենք եւ կերել ենք։ Մի քանի ֆակտորներ են պետք, մարդկային ֆակտորը պետք, տնտեսական ֆակտորը, մեկ էլ իշխանություն, եթե մենք իշխանություն ունենանք, տվյալ պահին չունենք։ Ես այդքան խելացի մարդ չեմ, որ պատասխանեմ անկեղծ ասած, ուղղակի եթե կրթվենք ու ավելի կիրթ լինենք մեր երեխաներին, ավելի լավ դաստիարակենք, ավելի լավ քաղաքացիներ մեծացնենք, վստահ եմ, որ շատ լավ համ տնտեսություն կունենանք, համ էլ զարգացած երկիր։ Պետք է ամեն մարդ իր տեղում լինի պրոֆեսիոնալ իր գործի։ Իսկ մեր մոտ ով ասես, ինչով ասես չի զբաղվում։ Երթով թվարկն է միլիոնատ բան, արդարություն, խելքը գլխի ղեկավար, աշխատատեղ չկա Հայաստանում, չի էլ բացվում։ Նախ աշխատասիրություն, խաղաղություն, մեկ, հետո նոր մյուսը, համբերություն, մեկ էլ լավ տրամադրություն, լավատեսություն, ու ամեն ինչ լավ կլինի։ Լավ ղեկավարություն, ճիշտ ղեկավարություն է մեզ պետք։ Արտադրություն։ Վերջ։ Համերաշխություն իրար հետ, ընդդիմություն եւ կառավարություն։ Ես ուզում եմ մի մտքի դիտարկում, եթե կարելի է, էլի, որովհետեւ ժողովրդից այնքան իմաստուն բան լսեցի, իսկապես ոգևորեց ինձ։ Պլատոնն էր, չէ, եթե չեմ սխալվում ասել, ես գիտեմ այն, ես ոչինչ չգիտեմ, չէ՞։ Տեսեք, ժողովուրդը ինչպես է այդպես ասում, որ ինքը գիտի, որ ոչինչ չգիտի, իշխանության մեջ հայտնվածները չգիտեն եւ իրենց գիտելիք ունեցողի տեղ են դրել։ Եվ երկրորդը արդյունաբերության վրա կենտրոնանալը։ Այսինքն տեսեք մեր հասարակության զարգացվածության ու իմաստության աստիճանը։ Դրա համար միանգամից հաջորդ առաջարկը արդյունաբերության եւ բիզնեսի այլ ոլորտների հարկային դրույքաչափերը եւ խթանները պետք է լինեն ամբողջությամբ միմյանցից տարբերվող։ Սա շատ կարեւոր երևույթ է հարկաբյուջետային քաղաքականության մեջ։ Արդյունաբերության եւ այլ ոլորտների հարկադրույքները պետք է լինեն այլ ոլորտը որն է։ Մնացած արդյունաբերությունը պետք է սա տարանջատենք։ Արդյունաբերությունը պետք է էական ցածր դրույքաչափերով հարկվի, սա տեղով խթանի արդյունաբերության զարգացման։ Եթե մեր հետ լինեին իշխանության ներկայացուցիչներ, ինչպես մամուլում հայտնի է իրենց տեսակետները, ես փոխանցեմ, նրանք կասեին, որ մենք վերացրել ենք ճկուն հարկային քաղաքականություն ենք մշակել, վերացրել ենք մոնոպոլիան եւ ամեն ինչ ազատականացրել ենք ամեն ինչ, չենք գնում եւ չենք սպառնում, հայ չենք մտնում եւ այլն եւ այլն։ Այդ մասով եթե թույլ կտակ։ Իհարկե։ Այդ մասով ապացուցելու համար, որ առնվազն մեծ տախողումներ կան, տեսեք 2022 թվականին, երբ որ մեկնարկեց ռուս-ուկրաինական պատերազմը, մեծ հոսք եկավ ռելոկանտների մոտ, տարբեր թվեր կա իրականում 100,000 եւ պլյուս։ Հիմա մնացել են մոտ 15,000 ռելոկանտ, դիտո ասում են դա էլ է բավական ուշադրված, հա։ Ինչի, որովհետև մեր հարկային դաշտը պատրաստ չէր այդ մարդկանց, այդ ընկերությունները, ես գիտեմ ընկերություններ, որոնք ամբողջական հյուրանոցներ էին վարձել ամիսներով, այդ տարիներով, ամբողջական, հիշենք ինչ շրջան էր, կովիդից հետո 2020 թվական փետրվար մարտ։
Այսինքն տուրիզմը դեռ չէր վերականգնել ու ամբողջական ինդուստրիա որ անկման մեջ էր, մեկ էլ հնարավորություն ստանում, բայց մենք պատրաստ չէինք եւ նաեւ բավականաչափ բարակ չգործեցինք, որ այդ հոսքը պահենք։ Հիմա 15000 հոգի նույնիսկ ավելի քիչ են մնացել, ու այս վերջերս իրենց ներկայացուցիչն մեկի հետ էի խոսում, լավ գործարար է Հայաստանում, ասեց, հետաքրքիր բան ասեմ, որ Հայաստանը իդեալական տեղ է ռուսների ռելոկանտների համար, որտեղ մենք ինտեգրվելու խնդիր չունենք։ Օրինակ Վրաստանում ինտեգրվելու խնդիր ունենք։ Թուրքիայում ունեն։ Ստեղ ինտեգրվելու խնդիր չունենք։ Իսկ դա կապիտալ է, դա մշակույթ է, դա կրթություն է։ Իսկ վրացիները շատ արագ կարողացան իրենց ներգրավել։ Ընդհանրապես վիճակագրական տվյալների շատ տեղին ասեցին, շատ տեղին։ Մենակ ֆոնդով մենք պատրաստ չենք։ Այսինքն պետք է հաշվարկել, չէ՞, եթե ցանկանում ես տնտեսություն զարգացնել, այդ թվում բնակության, թե բնական, թե մեխանիկական աճի վրա պետք է կենտրոնանաս։ Բնակ ֆոնդով պատրաստ չենք, առևտրային տարածքներով պատրաստ չենք, արդյունաբերական տարածքներով պատրաստ չենք, նույնիսկ առարկայական առաջարկ ենք ունեցել կառավարության ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակահատվածում գործարան Ռուսաստանից վերատեղակայել Հայաստանի Հանրապետությունում։ Ընդ որում, այն միջավայրում, որ պիտի վերատեղակայումը տեղի ունենար, տարածքային խնդիր ուներ, էլեկտրաէներգիայի խնդիր ուներ, գազի մատակարարման խնդիր ուներ, ջրամատակարարման խնդիր ուներ, հարկային դուրիքաչափերի խնդիր ուներ, կադրային խնդիր ուներ, լոգիստիկ խնդիր ուներ։ 7 խնդիր ընդհանրեն թվարկեցի։ Այսինքն, բացի այդ պետություն, կրթական հատված եւ տնտեսության իրական հատված երանգից մի հատ այլ երանգին պետք է ստեղծել արդյունաբերության զարգացման մշտապես գործող կոմիտե, որ այդպիսի խնդիրներով պետք է զբաղվի, այսինքն ռելոկանտին կամ կոչով հանդես է գալիս սփյուռքահայությանը վերադառնալ եւ իր հայրենիքում արարել, ստեղծել բիզնես, սկսել եւ այլն։ Ինչ առաջարկով է հանդես գալիս։ Ուղղակի կոչով, որ գալիս տեսնում են իրականության մեջ որևէ բան չկա եւ հետ գնան։ Մենք բարբերաբար լսում ենք, որ պետությունը աջակցում է խեցգետնաբուծությանը։ Պետությունը աջակցում է մանր ֆերմերային տնտեսությանը, տոհմական գոմեշների զարգացմանը, բուծմանը։ Դա ինչով է ավարտվում։ Մի բան ասեմ, ներողություն խնդրում, զավեշտալի էլի։ Մեծ անշարժ գույքի էքսպոյի շրջանակներում փոխնախարարներից մեկը ելույթ է ունենում ու ասում է, որ բացմանը, որ մենք ասում ենք լավ ծրագրեր ենք մշակում, բայց մեր բիզնես հատվածը դրանցից չի ուզում օգտվել ու հետո ինքնին ուղում է, որովհետև չգիտի այդ մասին։ Այսինքն, ես չգիտեմ, ինչ-որ կաբինետներում ծրագրեր են մշակվում, որ գետնից բավականաչափ կտրված է, որ գործարարը չգիտի այդ մասին, դա մի հարց է։ Մեկ այլ խնդիր է, որ ճիշտ չի կոմունիկացվում, այսինքն թիրախային զանգվածում համար դա արվում է, չի հասնում այդ մեսիջը։ Ու հետո կառավարությունը ասում է, ես լավ ծրագիր եմ մշակել, բոնուսը ստացել է աշխատել մշակողը, հայո, բայց ոչ մեկ դրանից չի օգտվում։ Ասենք արդյունավետությանը ահռելի մեծ խնդիր կա։ Առարկայական կարող ենք բերել օրինակներ, բայց ոնց որ ավակների համբերությունը չարաշահում ենք։ Ներողություն եմ խնդրում, մի քանի օրինակ բերեմ ու մեր ավակ գործընկերներն էլ ելույթ ունենան։ Տեսեք, այդ ձեր թվարկած գործունեության ծրագրերի մեջ, օրինակ անասնաբուծության զարգացման ծրագիր։ Գումարի չափը հստակ նշվում է, այսքան գումարի չափով պետական աջակցություն։ Այսինքն խելացի անասնագոմերը։ Հետ վերադարձելիության ժամկետը նշվում է։ Այո։ Հիմա տվյալ ֆերմերային տնտեսության զարգացման համար երկու տեսակի եկամտի աղբյուր գոյություն ունի։ Կամ մսատվության զարգացման պայմանավորված եկամտի ստացում կամ կատնատվության պայմանավորված։ Երկու պարագայում ինչպես հաշվարկ ես անում, առավելագույն եղանակով, ենթադրում ես, որ սատկեր չեն լինելու, որևէ բան չի լինելու, 3 տարում անհնար է հետ վերադարձելիության ապահովումը։ Որևէ մեկը, որևէ adekvat գործարար կօգտվի այդ ծրագրից, իհարկե չի օգտվի։ Ես այդ օրինակով ասեմ, որ վերջերս կայծակի հարվածից 8 նման Սոցիալ երջերավոր էր անկել եւ այդպես էլ մարդիկ չգիտեին թե ինչ է սպասում։ Իրենց եւ երևի թե չեն էլ գտել իրենց հարցի պատասխանը։ Եթե ընդհանրացնենք այդ մասնակցությունները, кейսերը եւ այլն, ընդհանրապես, եթե ուզում ենք զարգացնել տնտեսությունը, պետք է հասկանանք ինչ տնտեսություն ունենք մենք։ Եթե սահմանենք, բանաձևենք, դա ռենտագոյացնող, ըստ էության արդարադատական համակարգից դուրս գործող տնտեսական մոդել է։ Լիբերալ մոդելը ձախողվել է։ Մեզ պետք է մեր կարողություններին համապատասխան ինովացիոն զարգացման մոդել, նորարարությունների վրա հիմնված մոդել։ Բայց ամբողջ պարադոքսը նրանում է, որ մենք չենք հասկանում
նախ պետությունը ինչ դերակատարություն պետք է ունենա։ Դասական սխեմաները ինչ են ուշում։ Պետությունը նախ սեփականության եւ գործարքների երաշխավոր պետք է լինի։ Երկրորդ ստանդարտներ մշակող խաղի կանոններ, մշակող, հետևող խաղի կանոնները, այսպես ասած, ուղղորդող, պահպանող համակարգ պետք է լինի։ Բոլոր առումներով մենք ձախողված պետություն ենք տապալված։ Մենք Տարոն Աճեմօղլուի անունը տվեցինք, նա շատ լավ աշխատություն ունի, ինչու են ազգերը կամ երկրները տապալվում։ Մեր այս 30-ամյա պատմությունը տապալման, ձախողման պատմություն է։ Եվ այն, որ Հայաստանը վերջի համաշխարհային բանկի զեկույցը եթե նայենք, միջին եկամտի ծուղակի խնդրին է անդրադարձը, մեծ հաշվետվություն է։ Հայաստանը փաստորեն միջին եկամտի թակարդում հայտնված երկիր է այս 30-ամյա զարգացումների արդյունքում։ Հիմա տեսեք սեփականության խնդրը։ Մեր խոշոր բիզնեսը այսօր դատարաններում է։ Դու եք միջազգային դատարաններ իշխում։ Այդպիսի խոշոր ընկերություն չկա, որի ապօրինի գույքի չէ, բռնագանձման այս օրենքին համապատասխան, արգելափակված են ակտիվներ, գործեր են գնում, բիզնեսը չի կարող այս պայմաններում զարգանալ։ Ինչ է հարկավոր, ինչ պետք է անել։ Համաներում այդ մեխանիզմները հայտնի են։ Դու պետք է անցկացնես ունեցվածքի, կապիտալի, եկամուտների համաներում ու բաց թողես ակտիվները, որպեսզի շնչեն աշխատեն։ Սա կարևորագույն հարց է։ Այսօր ցանկացած խոշոր բիզնես, եթե իշխանամետ չէ, իշխանության մեջ չէ, դատարանում է։ Սա է իրականությունը։ 200-ից ավելի խոշոր ընկերություններ կամ բիզնեսներ այսօր դատվում են։ Սա նորմալ չէ։ Տարիներ շարունակ այս process-ը պետք է կասեցնել։ Ես համաձայն եմ Սարգսյանի հետ, հարկային քաղաքականությունը պետք է լինի դիֆերենցված, այսինքն պարունակի կառուցվածքային քաղաքականության տարեր, բայց այստեղ մենք խնդրեմ ունենք դոնորների հետ։ Հայաստանի միջազգային ֆինանսական ստնդումները, համաշխարհային բանկը եւ հատկապես արժույթի միջազգային համակարգ հիմնադրամը մշտապես դեմ են եղել եւ այսօր էլ են դեմ։ Համակարգը պետք է լինի տափարակ, այսպես ասած գազոնը բոլորին նույն չափով խուզող, բայց այս պայմաններում դու չես կարող բարձր տեխնոլոգիական բիզնեսի վրա հիմնված նոր արդյունաբերական ընկերություններ հիմնել։ Այդպիսի մոդելներ կան, հարավկորեական օրինակ մոդելը, այդ վագրերը, նոր արդյունաբերականացված պետական մասնավոր սխեմայով կառուցված չեբոլների համակարգը, ասենք նույն Samsung-ը, LG-ն եւ այլն, ինչ են դրանք ըստ էության այդ մոդելով են զարգացել։ Հայաստանը եւս կարող է որպես տեխնոգեներատոր երկիր այդպիսի մոդելներով զարգանալ, բայց վերևում նստած մարդիկ պետք է լսեն էքսպերտներին, պետք է լսեին էքսպերտներին։ Գործարարը թշնամի չէ ժողովրդի, որ դու տանես տարիներով դատարաններ եւ ըստ էության շարունակ փորձես պոկել։ Գործարարը կթուկով չէ, որ շարունակ քերես, դու պետք է այո պայման ստեղծես, որպեսզի զարգանա նա շարունակաբար զարգացող աճող դինամիկ բիզնեսը հարկեր վճարի պետությանը։ Եվ բացի այդ, երբ որ մենք խոսում ենք բարեկեցության մասին, բարեկեցություն պետք է լինի բոլորի համար։ Հասարակության բոլոր շերտերը պետք է օգտվեն այդ տնտեսական աճ կոչվածից։ Այդ աճը պետք է դարձնել ներառական։ Դրա համար պետք է քաղաքականություններ, առաջի հերթին եկամուտների քաղաքականություն։ Դա նաև հարկային քաղաքականության համատեքստ ունի։ Դա նաև սոցիալական քաղաքականության համատեքստ ունի։ Կարգավորումների քաղաքականությունը պետք է աշխատաշուկան բալանսավորի։ Ենթադրենք, տեսեք ինչ է կատարում մեր աշխատանքի շուկայում։ Այդքան հնդիկներ, ես ռասիստ չեմ, բայց եկեք մի հատ նայենք միջազգային փորձին։ Ամենազարգացած երկրներից Միացյալ Նահանգները ինչ խիստ սահմանափակումներ է դրել ներգաղթի վրա, աշխատանքային ներգաղթի վրա։ Օրերս Թրամփի ստորագրած այդ $100,000 է պահանջում ընկերություններից, որոնք բարձր որակավորում ունեցող մասնագետներ կներգրավեն։ Ինչու, տեսեք, խոսքը վերաբերում է բարձր տեխնոլոգիական ընկերություններին։ Դա վերաբերում է բոլորին ըստ էության արդեն տարբեր սահմանաչափերով։ Ինչու մենք չենք անում։ Այսպես եթե գնա դեմոգրաֆիական կոլապս է սպասում Հայաստանին այդ ներխուժման իմաստով։
100 հազարավոր մարդիկ վաղը հնդիկներ, Աֆղանստանից, մյուս ինչ ենք անելու, որովհետև կարգավորումներ չկա։ Օրինակ, առաջարկներից մեկը պետք է բարձրացնել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի մակարդակը եւ այն ժամանակ բոլոր այն ֆիզիկական աշխատանքները եւ այս օրինակ այլ աշխատանքներում մեր հայրենակիցները, Հայաստանի քաղաքացիները կաշխատեն, ոչ թե այդ մարդիկ։ Այսօր նույնիսկ բանը այնտեղ է հասել, որ ոչ միայն մասնավոր ընկերությունները, այլև պետական ընկերությունները, պետական կառույցները ներգրավում են այլազգի աշխատակիցների ցածր նվաստացուցիչ աշխատավարձով։ Ըստ էության դա ստրկության համակարգ է, եթե չօրինականացված ստրկության համակարգ է, որն է պատճառը, որտեղ կարգավորումներ չկան։ Պարոն Ֆարմանյան, քաղաքացին ինչպես պետք է զգա, որ այս կամ այն ցուցանիշը կամ իշխանությունների ներկայացած որևէ տվյալ ազդում է իր վրա կամ չի ազդում իր վրա, որ պարագայում է, որ քաղաքացին պետք է ասի, այ օրինակ այս տարվա ցուցանիշը ամփոփիչ այսինչ նախարարի, ինչ լավ է, որ անդրադարձավ իմ վրա, կամ կան թե չկան այդպիսի մեխանիզմներ, կամ նախկինում ինչպես էին զգում իրենց, թե հավասարությունը դա թույլ չէր տալիս։ Եթե թույլ կտաք մի փոքր էքսկուրս, ուրեմն Հայաստանի Հանրապետությունում տնտեսությունը ունեցել է մեծ աճ Անտոն Քոչինյանի ժամանակ, պարոն Մարգարյանը երևի հիշում է, դա լեգենդար հայ է, որի գյուղատնտեսությունը հասել էր 5-րդը աշխարհում, ըստ բնակչության։ Կարեն Սերոպիչը շարունակեց այդ փայլուն աշխատանքը։ Իշքան էլ չսիրեն կոմունիստերին, իշքան էլ չսիրեն անցյալը, ձեր ասած հավասարությունը, դեմոկրատիան եւ այլն եւ այլն։ Չնայած որ ձեր հաղորդաշարը տնտեսական ինչպեսի լինի, ես ամբողջովին համաձայն եմ մեծարգո մեր մասնագետներից, դոկտորներից, պրոֆեսորներից, ես տնտեսագետ չեմ։ Ես ուղղակի Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ եւ կոմունիստական գաղափարախոսություն, չինական տարբերակով կրող անձ եմ, որը որ աշկերի առաջ տեսնում է ինչպես է զարգանում Չինաստանը։ Մենք խոսում ենք այսօր տանիքից, մենք չենք խոսում ֆունդամենտից։ 34 տարվա ընթացքում կոռուպցիան վխտել է, թալանել է այս ազգը։ Ինչ տնտեսություն, եթե մի երկրում կա կաշառակեր իշխանություն, թալանչի իշխանություն, որոնք եղել են, կան եւ հույսով եմ չեն լինի։ Վերջը լավ է։ Հասկանում եք։ Պատկերացրեք։ Համակարգային կոռուպցիա չկա, ամեն օր կրկնում են իշխանությունները։ Ես հիմա ասեմ, այս վերջերս անցնում եմ քաղաքով, գործարանը գրվում է վաճառվում է։ Գործարանը։ Գործարանը։ Ում գործարանն եք վաճառվում։ Ձեր հայրիկի, իմ հայրիկի, ձեր պապիկի, մեծարգո ընկեր Մարգարյանի հայրիկի, պապիկի սովետական գումարներով սարքած գործարանն եք վաճառում, այդ ով է ձեզ տվել թույլտվությունը, որ դուք վաճառում եք այն, ինչը ժողովրդին է։ Եկեք այդ դրանից սկսենք։ Ինչպես է ժողովրդին, պետությունը իրավահաջորդ է։ Ոչ։ Փոխանցվել է։ Եթե դուք տեսեք տարբերությունը ձեր եւ մեր Ակալենյայի, մենք ժողովուրդս, իմիջայլոց, ինչպես ասեց հարգելի մեր մեծարգո լրագրող, ասեց ժողովրդական կոմունիստական, դա ինչ է։ Կոմունիստական գաղափարախոսությունը, չինական տարբերակը եւ հայկական տարբերակը դա ժողովրդական է։ Եթե իշխանություն է, դա ժողովրդական իշխանություն է։ Իսկ խորհրդային միության ժամանակ այդ գործարանները եւ թեզ կար, հիշում եք, построили на советские рабочие рубли։ Այսինքն աշխատավոր ժողովրդի գումարներով է դասա։ Այդ ոնց եղավ որ 91 թվին սաղ ծախեցին։ Այստեղ կրկնում եմ որ համակարգային կոռուպցիան այլևս արմատախիլ է արված։ Ինչպիսի տնտեսական Հայաստանում են ուզում ապրել երիտասարդները, գործել եւ ինչ են առաջարկում Հայաստանին իրենց պահանջներով, չափորոշիչներով եւ ներուժով։ Ոչ խորհրդային եւ ոչ գնդակահարության կոմունիստական, հատկապես չինական կոմունիստական, դուք կներեք այստեղ ուղղակի չինական բառը շատ հաճախ այլ ասոցիացիա ունի, ես դրա անվանության մեջ եմ ասում։ Տեսեք, ազատ։
Մենք ապրում ենք այնպիսի դարաշրջանում, հատկապես համացանցի այնպիսի նորություններ է տալիս, որ մարդը գնում է շրջում տարբեր երկրներ կամ շփվում է տարբեր մշակույթների հետ, ինքը չի կարող գալ հետ ու ապրել փակ համակարգի մեջ։ Այսինքն ես ընդունում եմ, որ պետական կարգավորումը շատ կարևոր է ու մեր նման ժողովուրդների համար, որտեղ մեր ինստիտուցիոնալ հիշողությունը շատ թույլ մակարդակի է, կառուցակարգերը թույլ են, պետք է պետական ավելի ուժեղ մասնակցություն, բայց գլոբալ առումով վեկտորը պետք է լինի ավելի ազատական։ Երիտասարդները դա են ուզում ու դա թվում է բնական է։ Այստեղ լայն դաշտ է բացվում նորարարական տեխնոլոգիաների համար ու մենք հաշվի առնելով մեր սահմանների, փակ լինելը հաշվի առնելով սահմանափակ ռեսուրսները, մեր արտաքին ներքին խնդիրները, նորարար տեխնոլոգիաները կարող են լինել մեր հաղթաթուղթը ինչ-որ առումով։ Մենք ունենք հաջողված кейսեր, լավ ընկերություններ, որոնք միջազգային բրենդներ են դարձել ու նույն ռելոկանտների բանը, որ ես ասեցի, այդ մարդիկ ուր գնացին Կիպրոս։ Հիմնականում գնացին Կիպրոս, որտեղ այնտեղ մեկ պատվանի սկզբունքով դու գնացիր հաջորդ օրը կարող ես աշխատել։ Հաջորդ օրը դու կարող ես քո գործունեությունը ծավալել, ինտեգրել եւ այլն։ Իսկ մենք այդ բանը չունենք։ Իսկ ներկա սերունդը գնում է այդ մոբիլությանը, որ արագ տեղաշարժվի, արագ լուծումների գնա, կտրուկ շրջադարձերի հնարավորություն ունենա։ Իր ստեղծարար մտածողությունը կարողանա գետնի վրա իրագործի։ Ես կարծում եմ ու ես այդպիսի Հայաստան եմ դավանում ու ուզում եմ, որ իմ երեխաները այդպիսի Հայաստանում ապրեն, սա պետք է լինի մեր մոդելը, բայց այստեղ լուրջ խնդիր կա, առաջնորդության խնդիր կա, որը դեռ չեն կարողանում լուծել։ Գիտեք, այս խոսակցության ընթացքում երբ շատ ավելի հնչում է ձախողված բառը, տանուլ տրված բառը, ընդհանուր առմամբ ինձ նույնիսկ դա ուրախացնում է, գիտեք ինչու, որովհետև մենք գիտակցում ենք, իսկ եթե գիտակցում ենք, ուրեմն պետք է հակառակ քայլեր անել, չէ՞։ Շարունակ չի կարելի, պատկերացրեք մի ֆուտբոլային թիմ, որը շարունակ պարտվում է, ու ոչ մի քայլ չի իրականացնում։ Ինչ պատկերացնենք, մենք տեսնում ենք դա։ Դա հաջորդ շաբաթ։ Հիմա մեկ ուրիշ թեմա, ասացիք էլի հրաշալի պատկերներ, ազատականացնել եւ շուկան ազատականացնել, բայց մարդիկ կան, որ կարողանան դիմակայել այդ անհասկանալի ազատականացված շուկային։ Անսահման ազատականացված շուկային։ Մարդիկ ասել նկատի ունենք մենք ընդհանրապես հասարակություն պատրաստ ենք դրան թե ոչ։ Այո, մենք հասարակություն, մենք ձեռներեցներ, մենք մտածողություն։ Մենք արդեն ազատական ենք, ավելի մենք վայրի տնտեսության մեջ ենք։ Հիմա այստեղ ես համաձայն եմ, որ պետք է կարգավորում, բայց այստեղ պետք է տասնամյակների ռազմավարություն։ Մենք ասենք 3-4-5 կամ ընտրությունից ընտրություն կարող է կտրուկ շրջադարձ անենք ու ստեղծված հիմքերը ոնց որ նշվեց, այսինքն մենք տանիքի մասն ենք խոսում, հիմքերը խարխուր են լինում։ Դա այսինքն եթե մենք ունենանք երկարաժամկետ ստրատեգիական պլան ու անկախ քաղաքական իշխանության, որվա իշխանության դիրքորոշումից լինեն գծերը, որոնք անընդհատական սկզբունքով գնում են, մենք պատրաստ ենք։ Դրա վառապացույցը նաև որ չունենալով այդ ամեն ինչը ունենք։ Մենք այսօր ունենք շատ լավ զարգացած IT համայնք, շատ լավ։ Ու այն առումով, որ մենք ունենք լավ ստարտափեր, ունենք լավ նույնիսկ միլիարդ շեմա անցած ընկերություն, 1-2։ Դա մեր տնտեսության մեջ քանի տոկոս է կազմում։ Պարոն Մարգարյանը ավելի լավ կասի։ Պարոն Մարգարյան։ Փոքր մասն 2-3% իրենց մեծ հաշվով, եթե պրոդուկտը հաշվի առնենք, մինչև 15% կարելի է հաշվել, հաշվարկել, բայց աշխատատեղերի ինչ քանակություն է գեներացնում։ Ենթադրենք մինչև 30,000, բայց Հայաստանում աշխատատեղերի պոտենցիալը 1.5 միլիոն է։ Խորհրդային միության փլուզման այդ վերջնամասին 1.5 միլիոն աշխատատեղ կար Հայաստանում, պոտենցիալը դա է։ Այսօր 800,000-ի կարգի է, բայց կառուցվածքայինորեն պարոն Սարգսյանը ասեց, ինչպիսին է այդ կառուցվածքը։ Հիմնականում առևտուր, ծառայություններ, առևտրավ վաշխառուական դոմինանտությամբ տնտեսության երկիր է Հայաստանը, ցավոք։ Պետք է լիներ նոր արդյունաբերականացված ինովացիոն տիպի տնտեսությամբ երկիր, ինչպիսին ասենք Իսրայելի տնտեսությունն է։ Նրանք կարողացան 30 տարվա ընթացքում ճեղքել այդ միջին եկամտի ծուղակը եւ դառնալ բարձր տեխնոլոգիական, բարձր տեխնոլոգիապես ռազմականացված եւ բարեկեցիկ երկիր, սա իրականություն է։ Մենք պայմաններով ըստ էության համադրելի ենք այդ երկրի հետ։ Թշնամական շրջապատ,
ռեսուրսների սակավություն, էներգակիրների բացակայություն, մեծ սպյուրք եւ նաեւ անցյալի որոշակի անալոգիաներ, ցեղասպանություններ եւ այլն, ելի շարունակվում է այսօր։ Այս էքստրեմալ իրավիճակում այդ երկիրը կարողացել է զարգանալ։ Ինչպես հեծանի պետք չի հայտնագործել։ Ես ասացի ուժեղ ինստիտուտներ, ինկլյուզիվ ներառական ինստիտուտներ ու կարգավորումներ, մեր ինստիտուտները էքստրակտիվ են, ըստ Աճեմօղլուի, բացառական են։ Այսինքն, եթե հարստանում են, փոքր խումբ մարդիկ են հարստանում, ձևավորվում է օլիգարխատ, ոչ թե հզոր, մեծամասնություն կազմող, քաղաքականապես ակտիվ, ձայների 2/3 ապահովող միջին խավ։ Այս է գաղտնիքը։ Պետք է իմաստուն ղեկավարներ ունենա երկիրը։ Շիմոն Պերես, Գոլդա Մեիր, ես կարող եմ թվարկել շատ-շատերին։ Ուր են մեր Շիմոն Պերեսները։ Այսօր իրար են փնովում, ներողություն չեմ ուզում իհարկե ցավալվել այդ ուղղությամբ, բայց իմաստուն ղեկավարները, առաջնորդները պետք է կոնսենսուսով իրենց էլիտաներին ձևավորեին այս տասնամյակների ընթացքում, ռազմավարական մտածողությամբ, դիրքավորմամբ, ոչ միայն քաղաքական, այլև գործարար, ռազմական, մտավորական, լրագրողական, ինչու ոչ, էլիտար շրջանակներ, որոնք կարող են գեներացնել ստրատեգիական որոշումներ եւ լսեն փորձագետներին։ Սա ամենակարևոր բանաձևն է, ինչպես զարգացնել հասարակությունը, երկիր, այդ թվում նաեւ տնտեսությունը։ Հիմա նման առաջարկ կան, որ մարդիկ կան, ովքեր առաջարկում են օրինակ ձեր ասած բոլոր համակարգերը ձևավորել, միավորվել, համայնքները միավորել եւ այլն, բայց դրա որպես տնտեսագետ, դրա տոկոսը հիմա դուք ինչքան եք գնահատում այս իրականության մեջ եւ հետո։ Երբ որ այդ թավշյա, այսպես ասենք, եթե կարելի է պայմանական հեղափոխությունը տեղի ունեցավ, ինձ նման մարդիկ լավատես էին, որ վերջապես եկել է ժամանակը իրերը իրենց անուններով կոչելու եւ այն ինչ որ ես ասում եմ կամ այդ կարգի մոդելները, բանաձևերը շրջանառության մեջ դնելու ժամանակը, որտեղ դա քարտ բլանշ էր իշխանությանը, վստահության քվե, հաշվետու, պատասխանատու, ռազմավարական մտածողությամբ ու ծրագրերով զինված իշխանությանը, բայց ցավոք մենք դա չտեսանք ու չենք տեսնում։ Սա է իրականությունը։ Մեր հասարակությունը անատների կամ ընտանեկան արժեքների վրա հիմնված, կամ եթե կուզեք տնտեսական լեքսիկոնով, կլանային մտածողությամբ հասարակություն է։ Եվ այն հարցադրումները ես որ ասեցի, ինչու բաժնետիրական կապիտալը իսկապես կապիտալի երկրորդային արժեթղթերի շուկաների, կապիտալի շուկաներ չձևավորվեցին, պատճառը կլանային մտածողությունն է։ Իմ ընտանիքը, քավոր սանիկային հարաբերությունները ու շատ նման բաներ։ Եթե դու գերմանացուն հարցնեք քավոր սանիկ հարաբերությունը կա ձեր մեջ Եվրոպացուն, նա ուղղակի լայն կբացի աչքերը եւ կզարմանա։ Սառը ժողովուրդ է դրա համար, ոչ մի քավոր, ոչ մի։ Բայց մեր կյանքում պետական կառավարման մեջ բիզնեսի գործերում ցավոք դրանք դոմինանտներ են։ Ես չեմ ասում մեր արժեքներից հրաժարվենք, հավլիցի, բայց մենք ունենք ինստիտուտներ, օրինակ եկեղեցին, որին չի կարելի մոտենալ այդպիսի ձեռքերով։ Գործարար մարդիկ, որոնք քրտինքով են դիզել իրենց հարստությունը, բայց պարոն Ֆարմանյանի հետ ես համաձայն եմ, չպետք էր վաճառել, ինչպես այս աթոռն էր վաճառվում, ասենք հայէլեկտրամեքենա գործարանը, լամպերի գործարանը, տրանզիստորը, ես կարող եմ 700-ից 800 խոշոր եւ միջին ձեռնարկություն է ունեցել Հայաստանը, որտեղ են դրանք, ինչ եղան, 90-ականների սկզբներին մենք ասում էինք ինչպես պետք է անել, բայց ասողին լսող էր պետք։ Դուք հիմա էլ ասեք, պարոն Մարգարյան։ Այսօր էլ ենք ասում։ Եվ պարոն Սարգսյան, հնարավոր է ունենալ այն, ինչ թվարկեց պարոն Մարգարյանը, որ չունենք, եւ ինչպես ունենալ ձեր առաջարկները կամաց հատվածում հնարավոր է ունենալ։ Հա, չլինի կրկին 10-15 տարի։ Չէ։ 3 րոպեում հնարավոր է փոխել, պտուղները քաղել, այսինքն ինչպես ենք մենք սերմը դնում եւ կարոնացանում եւ աշունը բերքահավաքի իրականացնում, շատ կարճ ժամանակահատվածում։ Էլեմենտար օրինակ եմ բերում նորից։ Այ պարոն Մարգարյանն ասում է, միանգամից լուծումները գալիս են տեղում։
գույքարկի փոփոխություն կատարվեց, աղքատ բնակության վրա գույքարկի բեռի ավելացում իրականացվեց, այնինչ կարելի էր այդպես սեփականած շնորհած եւ չշահագործվող գործարանների գույքահարկերը բարձրացնել անհամաչափորեն, ընդ որում գործարկվողինը աշխատողի գույքահարկի դրույքաչափը նվազեցնել, չաշխատողինը բարձրացնել։ Սրանով գործիք է, որով ստիպում ես նրան կամ գործարկել, կամ վաճառել ավելի կարող մարդկանց։ Էլեմենտար լուծման տարբերակ է։ Ինչ արեցին կմախքները, այս կմախքների եղած սարքավորումները վաճառեցին, պատերը այդպես մնացին, որևէ գործարկում չկա, վերագործարկում չկա, վաճառելու տրամադրություն չկա, կապիտալը թող մնա այդտեղ, հետագայում կորոշենք շենք կառուցենք կամ ինչ կանենք։ Վստահեցնում եմ, դες կլինի։ Դրա համար ենք ասում, պետք է ունենալ ոչ թե նույնիսկ տասնամյակների հարյուրամյա ռազմավարական պլան տնտեսության զարգացման, որից կածանցվի արդեն ներդրողներ, այսինքն ներդրողը պետք է վստահ լինի, որ իր ներդրման հետ գնումը ապահովված է, որ իր սեփականության իրավունքը պաշտպանված է։ Այդպիսի փոփոխությունը մեկ գործիք ընդամենը, որպեսզի ստիպենք վերագործարկման։ Դրանից հետո գալիս են հարկային խթանները, պետական մարմինների արդյունավետ վարչարությունները եւ այլն։ Ընդ որում սեփականության իրավունքի երաշխավորված պաշտպանությունը։ Տեսեք, այստեղ խոսեցինք նաև հեծի մասին։ Պետության մի այսպես լավ չբնութագրեմ ինչպիսի որոշման արդյունքում տեղի ունենում պետականացում, անմիջապես հաջորդ օրը միջազգային վարկանիշավորման գործակալություն Moody's-ը BA3-ից միանգամից վարկանիշ իջացրեց BA2-ի, 3-ի ներխուժին 2-ից տարավ 3, այսինքն կայունից տարավ բացասականի։ Սա նշանակում է, որ վարկերի տոկոսադրույքները արդեն պետք է բարձր լինեն այստեղ, նույնիսկ կարող են ամբողջական վարկերը պահանջել, որը անուղղակիորեն ազդելու է բնակչության վրա, սակագնի տեսքով է ազդելու, մատակարարման որակով է ազդելու, տարբեր եղանակներով ազդելու է։ Այսինքն, ընդ որում մի հատ էլ կառավարիչը, նոր կառավարիչը հայտարարություն տարածեց, ասեց, ինչպես ես չեմ հասկանում, ինչպես կարող է պետության կողմից լիցենզիա ստացած կազմակերպությունը ավելի բարձր վարկանիշ ունենալ։ Էդ էլ ձեր հարցին պատասխանը, թե ինչու կառավարությունները չեն կատարում խորհրդատներին։ Մի մասը չի հասկանում, մի մասը եւ այլն։ Հիմա այս ամենը հնարավոր է լուծել հարկաբյուջետային քաղաքականության շնորհիվ, պետական պարտքի արդյունավետ կառավարման շնորհիվ, դրամավարկային քաղաքականության շնորհիվ, շատ հեշտ ու հանգիստ։ Շատ լավ։ Հրաշալի։ Կարծես թե ամեն ինչ ասվեց, հիմա եկեք մի հատ անցնենք ձեր առաջարկությունների վրայով, պետք են մասնագետներ, համաձայն եք։ Իրավաօրենսդրական համակարգ, կրթություն, տնտեսական ռազմավարություն, պետական մոնոպոլիա, կապիտալիզմի եւ սոցիալիզմի համադրություն, ազատական շուկա, արդյունաբերությունը ցածր հարկային դրույքաչափերով, որ մոտենալ, նորարարություն, համաներում ակտիվների ազատացում, դիֆերենցված հարկային քաղաքականություն, նվազագույն աշխատավարձի բարձրացում եւ հարկային խթաններ։ Ինչպես նաեւ ստեղծել արդյունաբերական զարգացման մշտական կոմիտե, որը կկարգավորի որոշակի տնտեսական հարաբերություններ պետության եւ մասնավորի, առաջարկողների եւ հնարավորություն ունեցողների միջեւ։ Եվ այս ամենից հետո մենք լսում ենք արհեստական բանականությունը, ինչպես պետք է զարգանա Հայաստանի տնտեսությունը։ Հայաստանի տնտեսության կայուն եւ երկարաժամկետ զարգացման համար պետք է մի քանի ուղղությամբ համատեղ քայլեր՝ կրթություն եւ մարդկային կապիտալ։ Որակյալ կրթություն, հատկապես ինժեներական, թե բժշկական եւ կիրառական գիտությունների մեջ։ Մասնագիտական վերապատրաստում աշխատաշուկայի պահանջներին համապատասխան, ստեղծարարություն ու նորարարություն խթանող միջավայր։ Թե տնտեսության դիվերսիֆիկացում, ագրոարդյունաբերություն, նոր տեխնոլոգիաների ներդրում, ջրի խնայող օգտագործում, արտահանման շուկաների զարգացում։ Թատե եւ ստարտափ էկոհամակարգ, հարկային արտոնություններ, ներդրումային ֆոնդեր։ Էներգետիկա, արևային, հողմային եւ այլ վերականգնող աղբյուրների զարգացում։ Արդյունաբերություն եւ վերամշակում, հումքի փոխարեն պատրաստի ապրանքների արտահանում։ Ներդրումային միջավայրի բարելավում, կոռուպցիայի նվազեցում, թափանցիկ ու կանխատեսելի օրենքներ, արդարադատության համակարգի ուժեղացում, ներդրողին պաշտպանող մեխանիզմներ, բիզնեսի բացում եւ փակման հեշտացում, տրանսպորտ եւ ենթակառուցվածքներ, միջազգային կապերի ամրապնդում, երկաթուղային եւ օդային ուղիների զարգացում,
Տեղական ճանապարհների արդիականացում գյուղատնտեսության եւ туриզմի խթանման համար։ 5. Туриզմի զարգացում, մշակութային եւ պատմական ժառանգության պահպանում, էկոտուրիզմի եւ առողջապահական туриզմի ուղղություններ, միջազգային գովազդ եւ մարքեթինգ։ 7. Տեղական արտադրության խթանում, արտահանման աջակցության ծրագրեր, հոքր եւ միջին բիզնեսի վարկային արտոնություններ, հայկական ապրանքանիշերի զարգացում։ 5. Տարածաշրջանային համագործակցություն, նոր շուկաների որոնում եմ, Մերձավոր Արևելք, Ասիա։ Տնտեսական դիվանագիտություն Հայաստանի բրենդի բարձրացում աշխարհում։ Կարճ ասած Հայաստանի տնտեսության զարգացման բանալին գիտելիքի, արդար մրցակցության եւ ինովացիայի վրա հիմնված տնտեսություն կառուցելն է։ Շաբաթ ինձ այս արհեստական բանականությունը ավելի համակրելի է թվում։ Գուցե միանգամից ինչ-որ նշանակենք զբաղվի տնտեսության զարգացմամբ։ Adekvat իշխանություն է պետք այդ ամեն ինչ անելու համար։ Քաղաքականացված չի երևի արհեստական բանականությունը։ Արհեստական բանականությունը այո, ազատ է։ Չի հասել դրա։ Չի հասել։ Շնորհակալություն բարեկամներ։ Շնորհակալություն։ Ինչ է անհրաժեշտ Հայաստանին։ Ինչ։ Ժպիտ։ Արժանապատիվ կենսաթոշակ։ Անվտանգություն։ Մեզ անհրաժեշտ է առողջ սնունդ։ Շատ լավ ֆուտբոլ ու լավ կինո։ Կենսունակ տնտեսություն։ Միջազգային գործընկերներ։ Որակյալ կրթություն։ Բարեկիրթ քաղաքացիներ։ Շատ երեխաներ ու բարություն։